պիտի գաք այն ձեր ջահել ծիտ մորքուրի ծնունդը նշելու, հեսա ասեմ ինչի։ Որովհետև այստեղ ունենք շատ մեծ լողավազան, անմիջապես լողավազանի կողքին ունենք ջակուզի, որտեղ մտնելու են մորքուրի թիթիզ ընկերուհիները, իսկ դե դուք բարեկամներով կգցվեք այս մեծ լողավազանը։ Այստեղ ունենք մինչև 50 անձի համար նախատեսված տաղավար, վստահ եմ պապից սաղ երդաստանին հավաքել կանչել այդ ծնունդին, հանգիստ եղեք, բոլոր կտեղավորվեք։ Այս հատվածում ունենք խոհանոց, սպասքը չենք տրամադրում, բայց որ շատ ուզեք, ձեր ծնունդնա կտրամադրենք։ Այս սիրուն լույսերը տեսնում եք, դրա հետ մեկտեղ ունենք բարձր հնչեղությամբ նվագարկիչ, ջահերներով այս երգը կլսեք։ Բայց մեկ-մեկ էլ մեծերի համար սրանցից կմիացնեք։ Այստեղ ունենք բատուտ, որի վրա թռվռալու են մորքուրի թիթիզ ընկերուհիները, որ ստորյան են, իսկ այստեղ դեն չամուսնացած քեռիդ գալու է թենիս խաղա ինչ-որ մեկի հետ, որ չամուսնացած ընկերուհիներից մեկը միշտ իր ուշադրության կենտրոնում լինի։ Երեկոյան էլ մեծերին կճանապարհեք, կմնաք ջահելներով, կհավաքվեք այս խարույկի զոնայի շուրջ, վերջապես մորքուրի տնկերն էլ կգա, հələ ոչ մեկ չգիտի էլի, որ շփվում են։ Մտածեցիք վերջ։ Եկեք ներսը ցույց տամ։ Այստեղ ունենք սիրուն ընդարձակ հյուրասենյակ, որտեղ գալու են մամա ու տատիդ ու քննարկելու են մորքուրի չամուսնանալու ու նեղվելու են դրա համար։ Այստեղ էլ դե ունենք խոհանոց, ստեղ սուրճա թեյը կպատրաստեք, կտանեք, կհյուրասիրեք։ Գնացինք ննջարանը տեսնելու։ Այստեղ ունենք երկու հարմարավետ ընտիր ննջասենյակ, մինչև 7 անձի գիշերակացի հնարավորություն, քփերով կմնանք, բայց մորքուրի տնկերոջը տուն կճանապարհի, թե պապին տեսելա վիզը կկտրի։ Իսկ եթե դու քեզ համարում ես ծիտ ու ջահել մորաքույր, ապա դիմում ես ամառանոց եմին, կազմակերպում ենք քո թույն ծննդյան միջոցառումը։